Հայաստանի Հանրապետության դատախազությունը Սևանա լճի ափամերձ գոտում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքը պետությանը վերադարձնելու ուղղությամբ աշխատանքները շարունակում է։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կառավարության նիստում ներկայացնում է աշխատանքներն ընթացքի մեջ են։ Գործերի մի մասը դատարանում է, մի մասն արդեն ավարտվել է։ 2025 թվականի ընթացքում շրջակա միջավայրի նախարարությանը եւ Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ին գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության եւ Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից հասցեագրվել են մի շարք միջնորդագրեր։ Առաջին միջնորդագրով գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ի եւ իրավաբանական անձի միջև 2007 թվականին կնքվել է պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքով տրամադրման պայմանագիր, որով 40,900 քառակուսի մակերեսով հողամասը կրկին կառուցապատման իրավունքով տրամադրվել է իրավաբանական անձին։ Գեղարքունիքի մարզպետի կողմից 2010 թվականին տրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք վերոնշյալ 0.74 հեկտար հողամասի կառուցապատման համար։ Մեր ուսումնասիրությամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզպետի կողմից 2010 թվականին առաջադրանքը տրամադրելու պահին նշված հողամասում արդեն իսկ ինքնակամ կառուցված է եղել 382.5 քառակուսի մետր մակերեսով շինություն։ Գլխավոր դատախազը նմանօրինակ մի շարք այլ գործերել է ներկայացնում կառավարության գործընկերներին։ Համանման կերպով Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ի եւ ֆիզիկական անձի միջև 2021 թվականին կնքվել է 1 հեկտար մակերեսով 68.343.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով գույքի վարձակալության պայմանագիր։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մրցույթը կազմակերպվել է 2004 թվականին, սակայն հաղթողի հետ պայմանագիրը կնքվել է 17 տարի հետո 2021 թվականին։ Հայտնաբերված խախտման հիման վրա Գեղարքունիքի մարզի դատախազի առաջարկով 25 թվականի դեկտեմբերի 4-ին վարձակալության իրավունքի վկայականը ճանաչվել է ուժը կորցրած։ Նաև դատախազության կողմից գրություն է հասցեագրված ազգային պարկ ՊՕԱԿ-ին վերոնշյալ տարածքում առկա ապօրինի շինությունները ապամոնտաժելու քանդելու ուղղությամբ։ Սևանի ափին գտնվող 23 շենք շինության քանդման որոշում է կայացվել, ասաց Աննա Վարդապետյանը։ Գույքերը կարող են ունենալ նաև տնտեսական, կրթական, առողջապահական որոշակի ներուժ, որը կարելի է կիրառել, եւ ես կխնդրեմ, որ կառավարությունը մեծ գույքերի հետ կապված աշխատանքային կարգով քննարկումների ընթացքում, եթե հնարավոր է հստակ չափանիշներ սահմանի, որ դեպքում են, որ գույքերը միանշանակ ենթակային քանդման, եւ որ դեպքում են, որ գույքերը կարող են բացառիկ դեպքում տրամադրվել օրինակ առողջապահության նախարարությանը, կրթության նախարարությանը, պաշտպանության նախարարությանը, շրջակա միջավայրի նախարարությանը, կրթական, առողջապահական եւ այլ հանրօգուտ սոցիալական նպատակներով օգտագործվելու համար։ Համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 27 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նախագծերի վերաբերյալ մանրամասներ է ներկայացնում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը։ Նախագծով առաջարկվում է 14 համայնքի տրամադրել 2 միլիարդ 828 միլիոն դրամ։ Մենք այս որոշմամբ արդեն պետական բյուջեից համայնքներին տրամադրած կլինեն 21 միլիարդ 59 միլիոն դրամի համաֆինանսավորում, եւս մեկ ուրեմն հատկացման անհրաժեշտություն է լինելու, որը թույլ կտամ ասել հսկայական ծավալի է լինելու, շուրջ 10 միլիարդ դրամի մասին է խոսքը։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ փրկարար ծառայության 102, 911 եւ 101 հեռախոսահամարների փոխարեն կլինի արտակարգ իրավիճակների կանչերի 112 հեռախոսահամարը։ Զեկուցում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։ Ներկայումս տարբեր արտակարգ իրավիճակների համար գործում են արագ արձագանքման տարբեր հեռախոսահամարներ, որի պայմաններում քաղաքացիները ստիպված են լինում ինքնուրույն կողմնորոշվելու, թե որ դեպքում որ հեռախոսահամարով է անհրաժեշտ ահազանգել։ Մինչդեռ այդպիսի իրավիճակներում պետությունը պարտավոր է ապահովել ահազանգի արդյունավետ սպասարկումը, իսկ քաղաքացին կարող է ճիշտ չկողմնորոշվել տվյալ իրավիճակում։ 102, 911, 101 հեռախոսահամարները կշարունակեն իհարկե գործել, բայց դրանցով ստացված զանգերը կվերահասցեագրվեն նոր հեռախոսահամարին եւ համապատասխան իրազեկման արշավներ իրականացնելուց հետո դրանք սահուն կերպով կհանվեն շրջանառությունից։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ սուրշնչառական վարակների տարածվածությանը։ Ունենք ակտիվացում սուրշնչական վարակների մասով, թե ամբուլատոր օղակում դիմելիության եւ թե հիվանդանոցային, իհարկե մեր հսկողության տակ է եւ ամենօրյա մոնիտորինգ ենք իրականացնում, թե դուրս գրված, թե նոր դեպքերի մասով։ Պետք է նշեմ, որ ամենօրյա բացակայությունների թիվը եւս մենք իրար փոխանցում ենք եւ աշխատում ենք դպրոցների հետ։ Այս պահի իրավիճակով չեմ կարող ասել, քանի դասարան է անցել հեռավար կրթական պրոցեսի, բայց նորից եմ կրկնում, դասապրոցեսների հետ կապված որոշումները կայացվում են հիմնվելով իրավիճակի վրա եւ մենք այս պահին չունենք այն համաճարակային իրավիճակը, որ դիմենք ընդհանուր դասապրոցեսի կանգնեցմանը։ Նախարար Ավանեսյանը չբացառեց Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի վիրահատության հնարավորությունը։ Նշեց, որ Սրբազանի պաշտպանների կողմից դիմումը ստացել են։ Քրեակատարողական հիմնարկում գտնվող անձի բուժ սպասարկումը իրականացվում է որոշակի ընթացակարգով։ Դիմումներ են եղել եւ այսպես առաջարկներ են եղել պատշաճ բուժօգնություն կազմակերպելու, որը առանց այդ դիմումների էլ կազմակերպվում էր։ Հարցը վերաբերվում է կոնկրետ բժշկական կենտրոն գնալու հետ եւ սահմանված կարգով դիմելու, այս մասին եմ խոսում, որ նոր ստացել ենք նման դիմում։ Անահիտ Ավանեսյանը փաստում է, ցանկացած անձի, այդ թվում Սրբազանի առողջական խնդիրների վերաբերյալ եղել են շատ ուշադիր եւ ժամանակին տրամադրել անհրաժեշտ բուժօգնություն։ Տեղեկացնենք, Իզմիլյան բժշկական կենտրոնում իր հաշվին Միքայել Սրբազանի վիրահատվելու հարցը բարձրացվել էր դեռևս 07-10-2025 թվականի քրեակատարողական ծառայությանն ուղղված դիմումով։ Դիմումը մերժվել էր, սակայն քրեակատարողական բժշկական կենտրոն ՊՕԱԿ-ի տնօրենը դեկտեմբերի 11-ին հայտնել էր, որ դիմումը եւ փաստաթղթերը վերահասցեագրվել է Երևան կենտրոն ստորաբաժանում եւ առաջարկվել է կազմակերպել Միքայել Սրբազանին ցուցված վիրահատական միջամտությունը։ Հասմիկ Ֆարադյան, Արմալուր։